Լավ երեխաներ, այսօր մենք մի հետաքրքիր թեմա ենք ուսումնասիրելու և մի քանի բացահայտումներ ենք մեզ համար կարևոր բացահայտումներ։ Շատ կարևոր է, որ դուք դասի ընթացքում լինեք ուշադիր, ցույց եմ տալու մուլտֆիլմ, ուշադիր նայեք մուլտֆիլմը, որից հետո ես ձեզ տվելու եմ մի քանի հարց։ Հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է, որպեսզի դուք այս մուլտֆիլմը ուշադիր պատրաստ եք։ Այո։ Գուցե եւ շատերի ծանոթ մուլտֆիլմ լինի, բայց ոչինչ, ավելի լավ ծանոթ լինի։ Մուլտֆիլմը ամբողջությամբ չենք դիտելու, դրվագներ ենք դիտելու, որից հետո քննարկենք, մեր մտքերը միասին մեկս մյուսին կփոխանցենք այս մուլտֆիլմի շուրջ։ Լավ։ Տեսեք երեխաներ, ինչ եք առաջին հայացքից նկատում։ Երեխա։ Տղա թե աղջիկ։ Տղա։ Ասում եմ մի քիչ հացին այս անգամ ցած եք պատասխանում, որպեսզի համ տեսնեք, համ մուլտֆիլմի սարից։ Տղայի ձեռքերու երեսը ինչ վիճակում է շրջում։ Ինչից եք հասկանում։ Այո, ձեռքերը սև է։ Շարունակությունը նայեք։ Ուսերեն հատուկ է միացել, հետո դիմեկա ուսերեն ասում։ Հետո հասկանալ։ Դա։ Ինչ է տեղի ունենում։ Ինչ է դեն երեխաներ։ Չէ, գիշեր սա մի րոպե, ես մի վայրկյան, մի փոքր երևի շատ առաջ տվեց այս հատվածը։ Մի րոպե։ Ուշադիր նայեք, ինչերն են փախչում։ Խաղալիքներն են փախչում։ Ինչ առարկաներ է։ Մեքենաներ։ Նապաստակ խաղալիք, ճիշտ է էլ։ Սա առարկաներ է, ճիշտ է։ Սա ինչա։ Ձեր կարծիքով այս խաղալիքները ինչ են փախչում։ Որովհետև տղան կեղտոտ է։ Բայց բացի խաղալիքներից ուշադիր նայեք, լսում եք։ Տեսեք երեխաներ, ինչ է տեղի ունենում այս հատվածում, ուզում եմ, որ մի հատ այսպես ամփոփեք միասին։ Ինչ տեսակ, ասա Էլիզա, բարձր խոսի խնդրում եմ։ Բոլոր ինչ իրեն էին գնում, ասա, բարձր ասա, ինչ առարկաներ։ Այդ առարկաներին ինչ ենք այդեր կոչում։ Մանկական, խաղալիքներ, տղայի բոլոր խաղալիքները ինչ արեցին, հախան, բայց բացի խաղալիքներից, էլ ինչեր է փախան։ Ասա, լսում եք։ Այսինքն տան իրերը նույնպես փախան տղայից։ Դες ձեր կարծիքով, չնայած ասացիք, բայց հիմնատել եմ ուզում շեշտել, ձեր կարծիքով ինչու փախան։ Ասա Մարի։ Մարի լսում եք ես։ Տղան կեղտոտ է, բացի կեղտոտ լինելուց, գուցե կարելի է և այդպես կեղտոտել, դե լավ, ոչինչ, բացի կեղտոտ լինելուց, այլ պատճառ կարող է լինել, որ երեխայից խաղալիքները փախչեն։ Ինչ պատճառներ կարող են լինել, որ խաղալիքները փախչեն։
խաղալիքները վերցնել ու փախչել, ասա։ Ահա, նույնիսկ բացի խաղալիքներից տան իրերն էր փախչել։ Հախար, Ռոբերտն ասում է գուցե, ափսեները դնում էր ոտքի տակ և կոտրում էր։ Այսինքն ինչպես էր վերաբերվում իր իրերի հանդեպ։ Վատ, անհարգալից, կեղտոտ, Միքայել։ Որ ինքը կեղտոտ էր ուզում էր գալու խաղալիքների գտնել, որ այդ խաղալիքներին է կեղտոտ էր։ Լավ, դա կարծիքն է և լսում եմ Եվանի։ Տղան չէր սիրում խաղալիքները, կոտորում էր, քանդում էր տեսնելով, թե ինչ կա ներսում։ Ուզում էր տեսնել, հետաքրքիր էր, մեկ օր հայրիկը ասեց օգնել վերանորոգել խաղալիքները։ Տղային, բայց դուր էր գալի քանդելը։ Լավ, դու ես մտածում, որ դու մտածում ես, որ այս տղային դուր էր գալիս քանդելը։ Լավ, չէ, այդտեղ Մարիա, ուշադրեցի, որ մարդիկ պատասխանին ինձ մտուցել։ Լավ, կարծիքները հետաքրքիր են։ Հիմա տեսնենք ինչ պարագայում խաղալիքները կարողանան նորից հետ վերադառնալ և արդյոք հետ կվերադառնալ, թե ոչ, նայում ենք։ Համամիտ են, ոչիներ, արիմիտ, տեսեք, ամեն ինչ մախնում են, այո, մնաց, երբ որ մարդու մենակ ինքն է, ինչպես է կարողանում այդ մարդում միայնավ, ճիշտ է, սա լվացարանն է, լվացարանն ինչ է կանում, լվացվում են, իսկ դե կարծիքով ինչու է լվացարանը եկել դուր, Գոր, ասա տեսնենք, քո կարծիքով ինչու է դուր եկել լվացարանը, ասա, ոտքի կանգնի, ոչ բարձր ասա, որ ձայնի տեսեմ, դու նույնիսկ եթե մի քիչ դժվարանում ես, կարող ես ռուսեր են պատասխանել, դեռ քեզ հայերեն տարբերակը ասես։ Լվացարանը, ինչու է եկել տղայի մոտ, որ լվացարանում դու ինչ ես անում, ասա, ռուսերեն ասա, լավ, լվացարանի մեջ դու ինչ ես անում, ասա, դե բարձր ասա, ինչ ես անում, լվացվում է, ինչ ես լվանում, ձեռքերը, երեսը, որ ռուսերեն ասա, մենք լսենք, ասա, այդ դեպքը ռուսերեն ինչպես է կոչվում, որ միած տոնանի, դեսի ինչ է կոչվում, ապրես, լվանում ես երեսը տարավունը, դե ասա, լվանում եմ երեսը, ապրես, լվացարանը, եկել է որտղա, լվացարան, հիմա ես մի փոքր առաջ կտամ, որովհետև մեզ այս մյուս պատրամասները պետք չեն, և ահա տեսեք այն հատվածը, որ լվացարանը և ջուրը ուզում են տղային լվացացնել, բայց տղային այնքան չարաճճի է, որ հիմա կփախնի այս լվացարան, չի սիրում լվացվել։ Այս մի վերջում, տեսեք փախչում է, այն չի սիրում ընդհանրապես, և լվացվել, և խաղալիքների հանդեպ է վատ վերաբերվում, և փախնում է։ Որից հետո նոր արդեն այս հատվածում բարգավաճ գալիս է տուն, լվացվում է, վերջապես հասկանում է։ Տղան ինչու է լվացվում։ Մանուկ, լսենք, բոլորդ եք լսենք։ Այո, որ է կեղտոտ չլինի, ափուր, իրերը հետ գան, լավ, հայր,
նախադասություն ասացել, դա։ Կարոտել է իրերի։ Դա չեմ ասում, ինչու է կարոտել իրերի։ Իր խաղալիքների, արսեների, ահա, միայնակ է, իսկ միայնակ մարդը ինչպիսին է։ Տխուր է, միայնակ մարդը տխուր է, ճիշտ է, էլ ինչպիսին է միայնակ մարդ իրեն ինչպես է զգում։ Ասա։ Ինչպես կզգարի է։ Չէ, ուղիղ նստի։ Տխուր ձևի և վատ։ Դա հիմա նայեք լվացվելուց հետո, իրոք երեխաներս պահելուց գտնեք, և տեսան, որ տղան մաքուր է, խաղալիքներն ինչ են անում, վերադառնում են խաղալիքները, ու տեսեք, նույն արագությամբ են վերադառնում։ Սկզբում ինչպես գնացին։ Արավ, ավելի արավ, կարծես այսպես արավ փախնում են, իսկ հիմա դանդաղ և հանգիստ ուրախ վերադառնում տղայի մոտ։ Տեսեք ինչ մաքուր, ինչ գեղեցիկ տղա է, և իր բոլոր խաղալիքները վերադարձան իր մոտ։ Լվացարանի նախշերին կարծես ինչ է անում։ Սիրում է։ Ձեր կարծիքով ամենալվացի շատ, երեխաներ, ինչու աշխուժվիմը ձեզ ցույց տվեցի, որովհետև կապված է այն դասանյութի հետ, որը մենք հիմա ուսումնասիրենք միասին, և այս տղայի նման մի հերոս ենք ունենալու, ով շատ հետաքրքրասերուն է։ Թե ինչու մենք անում նրա հետաքրքրասիրությունը, մենք կպարզենք քիչ հետո։ Տղան ոչ միայն իրեն կեղտոտ էր պահում, այլ նաև ու կարծիքներ հնչեցրեցիք, որ վատ էր վերաբերվում իր խաղալիքների հանդեպ։ Ոչ միայն կեղտոտ էր, այլ նաև իր խաղալիքները կոտրում էր, քանդում էր, թափթփված էր պահում, այստեղ կարծիք հնչեց։ Կարելի է այդպես։ Դուք ունեք խաղալիքներ։ Իսկ մի այսպիսի հարց, դուք երբևիցե կոտրել եք խաղալիք։ Ովքեր եք կոտրել և ինչ խաղալիք, ուզեմ մեկ երկուսին լսել։ Հայ, կոտրել ես խաղալիք։ Ինչ խաղալիք ես կոտրել։ Մեքենա։ Ինչ ես արել կոտրած մասերը։ Ձայնը որ լսվի հայքի, դուք են համեր հետաքրքիր չի ձեր ընկերն ինչի ասում։ Հանգիստ ասա։ Չէ, կոտրել ես, պատճառ ամեն կարմիր պատճառ կարող է լինել։ Կոտրելուց հետո այդ կոտրված խաղալիք ինչ ես արել։ Որոշել ես սարքես, դա։ Այլ տարբերակ լսում եմ մանուր, մեքենա։ Դու քանդել ես, որ նորը պատրաստ։ Իսկ եղել է երեխա ու խաղալիքը կոտրել է և տարել գցել է աղբանում։ Այո։ Եվ որ ինչ ես արել։ Գցել ես աղբանում։ Ես ուզում եմ որպեսզի հիմա դուք դիտեք այս երկու նկարները և միասին վերլուծենք, մտքեր փոխանակենք, հասկանանք ինչ է կատարվում այս երկու նկարների մեջ։ Հիմա միացնենք, լավ, դեր գնացինք առաջ և նայում ենք այս երկու նկարները։ Բայց մինչև առաջ գնալը կախարդական 3 ծափերը։ Ովքեր են լսում իմ մեկ ծափը։ Լավ է։ Ովքեր են լսում երկու ծափը։ Մեխանիկը են լսել ով ուշադրել է։ Եվ վերջին կարգապահական ծափը ովքեր են լսում։ Շատիր նայում եք և սկսում պատասխանել հարցերին։ Ինչ եք տեսնում այս նկարում։ Ձեռով և բոլորից լսել։ Ասա Լիոնա, ինչ ես տեսնում։
Քանդված սենյակ։ Ինչ առարկաներ կան սենյակում։ Ասականներ։ Գնդակ, ասանի, ինչ ես տեսնում։ Խաղալիքներ, Դավիթ, ահա, մյուսը, Էլզա, Արջուկ, լավ, Լիաննա դու ինչ ես տեսնում։ Չէ, ես չենք ասում, ես ասա Լիաննա, մեքենա, Դավիթ, աթո, Էլի, ասա Արթուր, նապաստակ, որ ինչ ես տեսնում, ժամ, Լիկա ինչ ես դու տեսնում, պատ ես տեսնում, իսկ Սարան ինչ է տեսնում, Երեխաներ, այս սենյակում մի բան այն չէ, ինչը, ինչն այն չէ, Մարիամ, թափթփված է, բոլոր իրեր իրենց տեղերում է, ինչ տեսք ունի աթոռը, օրինակ, ասանար, գծած հատակի, ինչ տեսք ունեն հապուստը, այստեղ նասկի են, զուգագուր բայկա, ինչ տեսք ունի, Արթուր, ինչ ադինայի, ինչ տեսք ունի նասկի, թափթփված վիճակում է սենյակը, ոչ մի իր տեղում դրված չէ, այս տեսարանը դեղեցիկ է Միքայել, ոչ, հաճելի է նայել այս տեսարանը, այստեղ ունենք աշակերտներ, տղաներ, աղջիկներ, ում սենյակը այս վիճակում է հիմա, լսում եք, ունենք փաստորեն, լսում եք, Չէ, ես նկատում եմ ձեր անձնական սենյակը, այս վիճակում են, լսում եք Եվային ասում Ես շատ խմբակների եմ գնում ու չեմ հաղթնում իմ սենյակը հավաքեմ երեկոյանե գալիս հոգնակը լինում և այսպես տեսք ունի և ես չեմ նեղում, որտեղ առավոտ եմ ես միշտ շուտ եմ ասնանում և սենյակը մաքրում Դու վերջում անպայման մաքրում ես քո սենյակը, ժամանակի մեջ տեղավորում ես Այո, ես իմ ժամանակը գտած որ եթե իմ պարասույցի կամ ուրիշ դարձածուն ասում է ուրիշ ժամի կամ ես չեմ գնում, որովհետև իմ ժամը գտած է, որ ես խախտեմ իմ սենյակի մաքրությունից, արդեն իմ սենյակը քաոսի դառնա։ Լավ, հասկացա։ Հաջորդ նկարներում ո՞ր սենյակն է, ինչ կարգավիճակում, Մարի, ինչ կարգավիճակում, մաքուր, գեղեցիկ, ինչից եք հասկանում այդ որ մաքուր է, ամեն ինչ տեղն է դրված, մոթեր, ինչից ես հասկանում որ սենյակը մաքուր է, Առաջվանը չեր առաջ թափթփված վիճակում է գտնվում։ Լավ, նայեք մեր հերոսին, ուզում եմ ուշադիր նայեք նրա դեմքի արտահայտությանը և եկեք երեխայի տղայի դեմքին նայելով կարծիքներ հայտնելու։ Ինչ զգացողություններ ունի տղան, ինչպիսին է, դեմքից ինչ են հասկանում Դավիթ, ասա, տխուր է, այ տարբերակ, Արթուր, նայիր էստեղ, ասա տեսնեմ ինչ ես տեսնում, տղայի դեպքին նայելով ինչ կարծիք կարող են կազմել։ Լավ, Տիգրան դու ասա, հոգնած է, ինչ է անում տղան, ասա Լիաննա, Տղան իր խաղալիքն է սարքում, իսկ ինչ խաղալիք է? Մի հարց կար, ներկա պահին մեր բնակարաններում, այսպիսի ժամացույց մենք տեսել ենք? Այո! Բոլորս բնակարաններում կա այդ ժամացույցներ բնակարաններում կա, բայց այսպիսի, որ թշնակը միջից դուրս գաց, կանչի, այսպիսի ժամացույցներ։ Կան երեխաներ, ում բնակարանում դեռ այս ժամացույցից կա։ Եվ եթե այս թշնակը
տալիս լավ։ Նայեցինք, դիտեցինք մուլտֆիլմը, քննարկեցինք մի քանի նկարներ եւ այս տղայի մասին կարծիքներ հայտնեցինք։ Ինչ կարևոր բան այս պահին դուք իմացաք։ Ինչպես պետք է վարվել սեփական իրերի հետ։ Ինչ իմացաք, ինչպես կարելի է վարվել սեփական իրերի հետ։ Լսում եմ, ասա։ Բարձր խոսք։ Պետք է սեփական իրերի հետ շատ լավ վարվել։ Շատ լավ։ Ինչպես պետք է վարվել, ինչ պետք է անել, ինչ իմացաք, ասա։ Այո, պետք է չջարդել եւ չշփոթել։ Լավ, Մարիկա դու ասա։ Պետք է Այո, այսինքն, ինչպես պետք է պահել մեր շրջապատը։ Ասա, մաքուր եւ փոքր։ Թափթփված սենյակը մեզ դուր եկավ։ Առաջին հայացքից կարող ենք ասել, որ սենյակում ապրող տղան կամ աղջիկը ինչպիսին է։ Թափթփված, այո, լավ։ Այսօր մենք մի հետաքրքիր դաս ենք ուսումնասիրելու, որի ժամանակ կհանդիպենք մի տղայի, ով շատ հետաքրքրասեր է, եւ տեսնենք նա ինչպես է վարվում իր իրերի հետ։ Բացեք դասագրքերը։ Բացեք դասագրքերը։ Ես ես տալիս եմ 2 րոպե ժամանակ առաջին էջն ընթերցելու, հետո հարցեր եք տալու շատ բոլորը կարծում եք սկզբից մինչև վերջ տատիկի ժամացույցը, էջ 46 տատիկի ժամացույցը, ընթերցում եք առաջին էջը և 2-3 րոպե ձեր ժամանակ և միասին քննարկենք Այո, առաջին Չէ, օրը գերիչան, օրը, առաջին, այո Կաբուրյան հայ, դու մի փոքր կարող ես մի փոքր շշուկով ընթերցել, որպեսզի գորը լսի, հա? Դեռ գորը տանելը չի գիտի Հիմա տեսնենք, ինչ եք հասկացել լուրջ ընթերցանության արդյունքում։ Ով էր այս պատմության, այսքան հատվածի հերոսը։ Դորենը։ Ասա Ալբերի։ Դորենը։ Լավ, հանդիպել եք երբևիցե այսպիսի անուն։ Այո, ես նույնիսկ հանդիպել եմ Տղա ես հանդիպել, լավ։ Այո, տղայի, որի անունը Դորեն է։ Այո, ճիշտ է։ Հանդիպել եք եղավ։ Լավ, ինչ տարօրինակություն ուներ Դորենը։ Չէ, ինչ տրամադրություն չէ, ինչ տարօրինակ բան էր անում Դորենը։ Իր հարցները քանում են, որից հետո նա չէ վերանորոգում իր խանութում։ Լավ, իսկ ձեր կարծիքով ով է նրան խորհուրդ տալիս։ Հայրիկը, ինչ խորհուրդ էր տալիս։ Ասամիտ է։ Վերանորոգի։ Իսկ Դորենը լսում էր հայրիկի խորհուրդը։ Մի անգամ ուր գնացին, ընտանիքը ուր գնաց։ Տատիկի տուն։ Ինչ հանդիպես տատիկի տանը Դորենը։ Տիգրան ասա։
ժամացույցի հետ կոնցեպտի, ինչ քանի ժամացույցի հետ։ Քանդած եք գրառում, ինքը գրառում եք քանդի։ Կքանդի։ Ինչ եք մտածում, որ կքանդի նա ժամացույցը։ Ինչու եք կարծում, որ նա կքանդի ժամացույցը, եւ որ բասա։ Ինչ եք մտածում, որ ժամացույցը կքանդի։ Այո։ Հայտնի ասում է խաղալիքները քանդել։ Լավ։ Հիմա ձեզ տալիս եմ հետագալ առաջադրանք։ Կարդում եք առաջին մասը եւ այդ մասից դուրս եք բերում ձեզ այսօրվա դասի համար անծանոթ բառեր։ Որ բառերը ձեզ ծանոթ էին, որ բառերը ձեզ այդքան էլ ծանոթ չէին եւ ցանկանաք իմանալ բացատրությունը։ Նայեք դասին, իրոք հայացք գցեք դասի վրա եւ ասեք։ Գիտի թե ես գտնում կարող եմ։ Ասա։ Վերանորոգել մատնար։ Վերանորոգել։ Միքայել դատախտակին գրի վերանորոգել բառը։ Այ բառեր երեխաներ, որ ձեզ դասի ժամանակ անծանոթ էին եւ ցանկանաք Ջերմորեն, այդ չէ նշանակում ջերմորեն։ Ջերմորեն, ինչ Երեխաներ, ջերմորեն ինչ կնշանակի։ Եկեք պատկերացրու։ Ինչ սովորեցիք այսօր։ Սեյդա։ Չի կարելի կապված պայլ սենյակը, ինչ սովորեցիք, ասա։ Այո, պետք չէ հատուկ խոտրեք, ասա Արթուր։ Պետք է սենյակը կեղտոտ չպայել, ինչ սովորեցիք, այդ ձեզ դորերի նման կպանեք։ Ձեզ հանձնարարում եմ 10 անգամ եւ այս բառերը, որոնք դուրս բերեցիք դասի միջից, էլի բառեր գուցե եւ հանդիպեիք, այդ բառերը դուք եք հրաշտեցի, բացատրական, հարարար, բաժնում եւ հաջորդ դասի համար դուք ձեզ հետ բերելու եք կոտրված խաղալիքներից պատրաստված, հաստատ կարող կոտրված խաղալիքներ ունենալ։ Այդ խաղալիքների նոր կյանք եք տալիս եւ այդ խաղալիքները վերանորոգում եւ բերում եք հաջորդ դասի